Ես խնդրում եմ լռություն, որ կարողանանք խոսել։ Աջ կողմը լռություն։ Պատրաստ ենք։ Այսինքն ինչ առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Երեխեք, ինպես արեք, որ ես տեսեմ։ Հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ԿՊՆ-ն էլ պիտի մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պիտի լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեցիր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահել, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է։ Պարոն Ղուկասյան, ձեզ ասում են, որ սա բյուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, բայց ես համերաշխությունը իմ զենքն է, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն դեպքում բոյկոտը շարունակվելու է, թե գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են իսկ։ Գաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ ասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրին տալու եք, թե ինչ մենք է չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Հիմա ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորն Իրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց, դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց պավիդենին, ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, Какой привет, такой ответ։ Պարոն Ղուկասյան, քվեարկությունից առաջ դուք լուրջ անհանգստություններ ունեիք ու ասում եք դիմակները պատռելու եմ։ Որոշ մարդկանց ում դիմակը պատռեցիք քվեարկությունից արդեն հետո։
Ինչ էի ասում։ Դիմակները պատռելու են։ Բա դիմակները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաների դեպի շատ չեմ ուտել։ Աղջիկյան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում ես այնքան ներողամիտ մարդ եմ որ։ Ես իրոք այդպես եմ, էլ լինեմ ձևական։ Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է։ Ուրեմն լավ իմացեք, ես այնպեսի բնավորության տեղ մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ, իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների, այդքան որ դուք սարքել բան եք արել, այսպես հանել եք բան եք արել, այդպես չի, դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական լինել հիմա մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել ձեր աթոռի խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռներ, այս աթոռը հանգիստ է, ես քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ Պարոն Ղուկասյան, Մտավախություն չունեք, որ խառնակցություն։ Արդյոք արդեն երկրորդ քաղաքապետի անունը հստակ Քննարկումներ է լինելու, կասեմ։ Կասեմ, քննարկումներ է լինելու, կասեմ։ Այսօրվա քաղաքացիական պայմանագրի բացակայությանը եւ ասել է այն ինչ նախկինում ասել է նույն կարծիքին է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարություն հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ լինելով ընդդիմադիր։ Ես արդեն 100 անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ։ Ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը։ Ես կպահեմ, կպահպանեմ։ Իր քաղաքական հայացքներին միանշանակ թեմեմ, միանշանակ իրեն թեմեմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ականին թեմեմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Պարոն Ղուկասյան, Դու ոնց ասես այդպես։ Պարոն Ղուկասյան, Փաշինյանի արածի 0.1% է, ո՞րն էր որ Որի կողմ։ պատասխանեմ, ասեմ։ Այն որ ասեցիք Փաշինյանի ասացի, որ ասեցիք 99.9/10-ականին դեմ։ Մեկն էլ տեղ ենք տոնում կարող մարդը դարձի կա։ Հա, ճանապարհ։ Եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդ ապաշխարության բան է ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։ 0.1%-ով շանս։ Ասա Նարեկ ջան։ խորհրդային տարիներին Կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում։ Այս մասով տարաձայնություններ ունեք, թե ոչ։ Ասեմ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին։ Դա Աստված, որ եթե հանգարց Աստված կամենա կանգնտեղ հասնենք։ Ուրեմն հասկանալի է այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պիտի լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, թող ես այդ դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Դուք որևէ բան պետությանը կնետեք, պարոն Ղուկասյան։ Ես հոգեբ Դուք ո՞նց եք հարստանում։ հիմա նայ ասեմ։ Դե ասեմ էլի սպասի։ Ասեք։ Մենոպե ասեմ ես երդասարտիկ։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ։ Ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ, ամբողջ քաղաքը գիտեմ։ Մինչև այսօր իմ գործարանների, դաժե մնացորդները մնացել է
Գուլբան Ասկերյանի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչեւ այսօր, հիմա ես մինչեւ այսօր ունեմ հսկայական ֆերմա այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրի քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցել է, կարողացել է ձեր ունեցվածքը ավելացել է, թե հակառակը պակասել է։ Պակասել է։ Ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշքու միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սաղը 17 տեղ է, գնա հաշվի, թակ հաշվի, 17 սենակ է, լսի, ուրեմն այդ հյուրանոցը, հələ մի հատ գնա Երևան նայի, 170 սենականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկածի հետևից ես ընկել, ու պրիտոմ է դրա բացադրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չէր գրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն է կարել, ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տամ ես պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Golden Palace-ը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորի, ես պատրաստ եմ, ինչ ունեմ չունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա, ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է, հիմա նրանից վերցնեք տվեք նրան, որովհետեւ դա իմ օլիգարխն է, միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում, դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պիտի գամ հետ բերեմ, բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածներ ամեն ինչը։ Ավտոտնակներից հատիկ բերում է։ Ես ուրեմն գիտեք ինչ։ Հələ որ քյաբաբներն է բերել։ Ապրես այ քյաբաբները, հա։ Լավել ուտում են։ Մինասյանը որ առաջարկում է գնալ արտահայտություն, կարող է հույս ունենալ, որ իրենք կհաղթեն, եթե արտահայտություն լինի։ Այս անգամ ավելի մեծ ձայնով։ Դե հիմա ես խոսք եմ տալիս, եթե արտահայտ ընտրություն լինի, այ քեզ բոլորիդ խոսք եմ տալիս։ Մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը, որ իրանք ինչ ձևով դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում, բայց դուք կտեսնեք, թե ես իմ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երթունք է փող տանք քեզ։ Երեխատ մահացած է, երեխանիդ գերեզմանի վրա երթունքեր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտենք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ձայն կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ձայն։ Գնացեք նայեք։ 30,000 հոգի գնացել, այլ չի ուզում ձեզ սատարի բան գուկացել։ Այդ դու պետք է անես, դու պետք է անես, այդպես կրվում է, այնտեղ էլ գնացիր կրվար։ Քեզ էլ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով դու արձանագրեցիր։ 30,000 հոգի էլ չի ուզում ձեզ սատարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքել, հիմա շուրջ 10,000 եք։ Ուրեմն 10,000, հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան եք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը Այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով, վախով, ես չգիտեմ, գործեր խոսք տալով չգնացին ընտրության, այդ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ ապահովել 17 ավագանի ներկայություն։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է։ Իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ գա։ Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստ տեղի։
Жизни возможно։ Այդ տեսար մարդիկ ինչ որ էին ինգես։ Այս դեպքում Կասյանից այս համար չի լինի քաղաքի համար լինի, եթե օրինակ Մարտուն Գրիգորյանը չքվեարկի իր խմբակցության փաստեր ծրագրերին, դա է։ Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է։ Որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրեն ճիշտ չպահեց, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձան քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետևը ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Եթե տիրապետում եք ինֆորմացիայի, որ ինչ որ մեկը կա հետևում կանգնած, ինչի՞ չեք բարձրացնում այդ դեպքում իրականության մասին։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է ինչ որ մեկի հետևում, ինչի՞ չեք բարձրացնում, հիմա այլ սպասում եք ինչ որ։ Սիմուց վայո վրեմը։ Լավ, ռուսերենը մենք պետք է ասենք։ Պարոն Ղուկասյան, քանի որ անդադ Ռուսաստանից եք, հա, խոսում դուք կողմ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք համարում։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 300-320 միլիոն թոշկա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը, բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սվարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, եւ այդպես մեծ Իսահակյանից, Թումանյանից, որ ասում է այն մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը։ Այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք։ Դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում։ Այդպիսի ղեկավար է պետք։ Եվ վերջում էլ արդյունքը սա է։ Թուրքը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուp։ Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես գիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավորվի, այստեղ նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից լուսկաթերնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու յետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կորձանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօ ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Ներեք, պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Սարիկ Մինասյանն ասում է ճգնաժամը Բելարուսի սկզբունքով։
այսօր իր գրառման մեջ Սարիկ Մինասյանը ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ ամփոփել է այսպես կառավարել հնարավոր։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կեկա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ կու, ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում եմ։ Պարոն Ղուկասյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ ասացիք, որ երբ որ ընտրվեք Ռուսաստանից գալու են գործարաններ կառուցեն Գյումրիում, խոսել եք իրանց հետ։ Գալու են գործարարներ, այստեղ պիտի մենք հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պիտի գործարանների համատեղ գործարանների ձեռնարկությունների խնդիր պետք է լուծենք եւ կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի։ Ես հույսով եմ։ Եվ ես առաջարկում եմ Եվրոպամետ կուսակցություններին։ Դե թող իրենք էլ որ, իրենք ուրեմն կապը հաստատում են Եվրոպայի հետ, ուրեմն մենք տրամադրելու ենք տարածքներ, ամեն ինչ անում ենք, ոչ որ ռուսների են անում, ռուսների հետ ենք հիմա այդ սկզբունքը որտե գրել, իրանց էլ ասում ենք, թող իրանք էլ Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ որտե գրեն այդ սկզբունքը եւ կշահի Գյումրի քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Լևոն Փարսեղյանը ասում է, որ ձեր քարոզարշավի ընթացքում հեչեցրած բառաֆոնդի բառամթերքի մասով գուցե եւ Եվրոպան օրինակ գրանտներ չտրամադրի, ինչ է։ Ինչի՞ այդ $1 միլիոն նոր Սորոսից ստացել է դրա մասին չի մտածում ինքը։ Հիմա իրան պետք է ասենք, որ Լևոն ջան այդ փողերից բեր, քաղաքին հլնայինք ինչ կենես։ Հատուկ ես իրան կանչեմ իր հետ խոսեմ։ Այդ կքննադատեն, որ ասեք կողմեք միութանական միությանը։ Ոչինչ, թող քննադատեն, ես հետ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում, այո, պետք է մենք Բելարուսի, ես կողմնակից եմ, Բելարուսի սկզբունքով պահել այս ամեն ինչը։ Ոչինչ, թող հետաքրքիր չէ։ Ոչ, անկախություն է։ Ինչի Լուկաշենկոն այսօր այնպես է նստում։ Լուկաշենկոն է լավ նստում է մնացած ձեր երկրները։ Հələ մատ նայեք Լուկաշենկոն իրան ոնց է պահում։ Ինչի նույն ընտրությունը, նույն ամեն ինչը մենք այդ ամեն ինչը Լուկաշենկոն լավ օրինակ չի։ Լուկաշենկոն ինչպեսի հարևաններ ունենք։ Մենք այս հարևանները, որ ունենք, մենք կարող ենք այս հարևաններին փոխել։ Չենք կարող։ Լուկաշենկոն Չուզենալով այսպեսի հարևաններ ունենք, պատկերացրեք։ Մենք Եվրոպայում չենք գտնվում։ Ցավոք սրտի, այդպես է, մեր հարևանները այսպեսին է։ Այո, մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք իր վրա։ Թե չէ սրանք կթափեն մեր վրա, մեր այս քանի երեխեքին է տանին կկործանման ու ես չգիտեմ։ Ես այդպես եմ գտնում, բայց պայմանները պաշտպանել, այսինքն Հայաստանի անկախությունը եւ շատ խնդիրներ, այո, սուվերեն այդ ամեն ինչը պաշտպանելով ոչ թե գնալ, պարգել, ընկնել ոդասնակ, այլ պաշտպանել այդ ամեն ինչը, այդ սկզբունքները, որը միանշանակ կողմ եմ ես դրան։ Այո։ Շնորհավորում եմ ձեզ Ապրես։ Շապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Տեսնես կը։ Երկրորդ դուք քարոզարշավի մեկնարկից սկսած անընդհատ նշում եք, որ 13 տարվա քաղաքապետ եք եւ աշխատանքներ եք իրականացրել, բայց իր հարցազրույցներից մեկում Միքայել Սերբազյանը նշել է, որ նախկին Ղուկասյանը չէ, նա փոխվել է։ Այստեղ հակասություն չեք տեսնում եւ փոխվել եք դեպի լավը 13 տարվա աշխատանքի ժամանակ վատն էիք։ Մեր Սերբազյանն է, մի բան է խոսում է։ Ինձանից տարիքով փոքր է, գիտես։ Հետո ես որ այստեղ քայլում էի, ինքն էլ ջահել տղա էր, բան, ընդեղից հերվից ինձ դժվար բարև էին տալիս, գիտես ինձ բարև տալ այդքան հեշտեր։ Մենք այդպես իրար հետ հանակներ ունենք, էլի դու ընտունի։ Մենք իրար հետ կխոսանք Սերբազյանի հետ, ինքն էլ է փոխվել, ես էլ եմ փոխվել, դու չես փոխվել, դու էլ կփոխվես։ Մի խառնի, բոլորս կփոխվենք։ Ժամանակի ստորագրահավաք եք կազմակերպել իրեն որ թեմից Սուտ, ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, դա իմ ձեռագիրը չի, շուտ է։ Իրար հավանական է, որ ասել է ռեյտինգ է ուզեցել իրա բարձրանա, բարձրացել է Սերբազյանից, ոչինչ, թող բարձրանա։ Եթե իմ վրայով ենկան մարդու ռեյտինգ է բարձրացել։ Մի վա, չէ սիրուն ջան։ Լավ, էլ բան կա ասելու։ Երեխի բիրոպես բա, էլ բանուն։ Ծառայողական մեքենաներ վերցնելու եք, թե հրաժարվելու եք դրա։ Ծառայողական մեքենա, ես չգիտեմ, ես ինչ ժամանակ էլ իմ մեքենաներս եմ օգտագործել։ Ես հավանական է ուրեմն կլինեմ զրահապատ մեքենայով, այնքան ժամանակ մինչև 2007 թվականի փորձ սպանություններն ու սպանությունները չբացահայտվի։ Իդեպ կարող եք ասացիք վարչապետի աշխատավարձը, ասել եք բարձրացնելու եք աշխատավարձը, ասել եք քաղաքապետարանի աշխատակազմից ու ձեր աշխատավարձը բարձրանալու է իջնելու, ոնց է վարվելու դրա հետ։ Դու ոչինչ մի բաների, չէ, անպայման կստանամ Նարեկ ջան, կստանամ որ քեզի
ստանամ, որ քեզ լավ բաներ առնեմ։ Չվախենաս։ Միլիոնների։ Բայց գուցե համայնքի բյուջեին թողեք, հա։ Հանգիստ, դու հանգիստ եղեք։ Դու մի ներշնչես։ Դու որ ներշնչում ես, ես հուզվում եմ, Նարեկ, չի կարելի։ Դախր ինքը գյումրեցի չէ, ինքը արտիկցի է։ Ես դու ֆաշենցի եմ։ Դու ֆաշեն, դες արտիկից փախավ, արտիկցիկ նայեք, փախավ Նարեկը։ Ես երբեք Տորմուզ հենդոից բացի ուրիշ մարդկանց։ Տորմուզ հենդոյի նմանները դուրս կգան։ Դու չվախենաս այդ հարցում։ Ես հատուկ քեզ տեղյակ կպահեմ։ Հայո։ Բան ու գայս։ Հե՞։ Բայց ինքը ընդհանրապես չի գնալու, այստեղ մնալու է ու բայց այդ կառույցից է դուրս գալու։ Կադրերի կպահեք, եթե մնա օրինակ լավ աշխատող է, թե Լավ աշխատող եղավ, անպայման կպահեմ։ Սարեկ Մինասյանի թիմի։ Անպայման, եթե լավ աշխատող եղավ կպահենք։ Ոնց եք բոլորին գոհացնել օրինակ ավականու անդամներին, որովհետև տարբեր ուժերի հետ կապ ունեն, ոնց եք լեզու գտնել։ Իրողամտությամբ, համերաշխությամբ, խաղաղասիրությամբ, որ ասում է Երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եթե խաղաղություն, համերաշխություն կա, ուրեմն այդտեղ կա շենություն, պտղաբերություն եւ ամեն ինչ։ Գյումրիում բեսպրիձել կրակոցներ, վենդետաներ չեն լինելու։ Դուք եք սարքի։ Այդ ինչ որ ամենախելոք քաղաքը Գյումրին է, հիշեք։ Վերջի 30 տարվա ինչ որ կա չկա, Լենինականից հետո ամենախելոքն եղել է Գյումրին։ Սա հիշեք, Լենինականից հետո։ Սա հիշեք։ Այդ ինչ էլ որ դուք անում եք, հերիք էլի մի քիչ հանգստացեք։ Ես չեմ անում, մտահոգություններ են այդպես։ Վերջինը, թողեք լավ է, թողեք տան, ինչ եք ուզում այն մանուկյան։ 26 թվականին հնարավոր է, որ նաև վարչապետի թեկնածու առաջադրվեք։ Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն, այո, մենք գտնում ենք, դու որ պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրանք համաձայնություն տան եւ իմ կողքին կանգնեն, այո։ Դե համեցեք։ Առաջ անգամ ասեցի։ Ապրես։ Այս մարդը լավ մարդ է։ Էլի կոնկուրսի ցուցակով պարոն Ղուզդաշ։ Կաբրեն կտեսնենք, հանգիստ եղի, կաբրեն կտեսնենք։ Ոնց որ աշխատել եմ, ասպես ոնց եմ աշխատում, դիա շատ հանգիստ։ Ոտքի վրա։ Թակ ոդի, հա։ Թիրախավորում էիք լրատվամիջոցներին առաջ թուրքական ժամանակվա։ Բայց կարելի, բայց այդպես էր այն ժամանակ 30 տարի մեկի վրա որ գրեն։ Բայց չասես այդ խոսքը, Նարեկ։ Ոչինչ, լավ։ Բրձանք երեխեք։ Դե շնորհակալություն։ Գնում եք ձեր կաբինետ, կանք տեսնեք։ Չգիտեմ հələ, դուրս կամ մի հատ հասկանանք, մի հատ նայ։ Երեխեք ջան, բան կա ասելու։ Ուզում եք ես հիմա ձեզ մի հատ այս բոլորիդ այ մետեղ ասեմ հաց տնեն, գնացեք սիրուն նստեք տեղեք եւ մեր մարդիկ եկան, ասես սաղը դիրար է։ Այդ կաշառքը դիտեք շնորհակալ ենք։ Չէ, որպես լսեք, որ Գյումրի են գալիս։ Որ ուզում ահա կաշ, այ ապրես։ Ուզում եք abիճան։ Եթե ուզում եք նա որպես հին մասնագետ ինձ ասա։ Հին մասնագետի ուզելու։ Լավ, շնորհակալ ենք, մերսի։ Կաշառն Ես տարեկին